հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը որպես քաղաքապետ կասեցվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն Ղուկասյանին ու եւս 7 հոգու մեղադրում է 4 միլիոն դրամ կաշառք վերցնելու համար։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում։ Մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետեւ այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված 33 քաղաքացու ձերբակալել են, հարուցվել է քրեական վարույթ, զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հայտնել է քննչական կոմիտեն։ Ձերբակալվածների մեջ է նաև Մերձևով շարժման անդամ իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը։ Շարժումը հայտարարություն է տարածել ուշադրություն հրավիրելով փաստին, որն արձանագրել են նաև ուղիղ եթերում աշխատող լրատվականները։ Տեսանյութում երևում է, որ Մխիթարյանը մինչև բերման ենթարկվել է, ձեռքերը վեր պարզած հանդարտության կոչ է անում ոստիկաններին ու քաղաքացիներին։ Հայաստանի խորհրդարանում պատգամավորները բանավիճել են Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի կալանավորման վերաբերյալ։ Մեծամասնություն քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը դուր չի եկել պատգամավորի հիշեցումը Հայաստանում բոլոր ընդդիմադիր քաղաքապետերի դեմ քրեական գործեր բացելու եւ ազատազրկելու վերաբերյալ Քաջարանից մինչև Գյումրի ու Վանաձոր։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ, դատական համակարգի մասին, այդ հարգանքի, Արտուր Հովհաննիսյան, Տիկնոջ խոսափողը։ Իդեպ քաղաքացիական պայմանագիրն այսօր դեմ է քվեարկել ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության առաջարկած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Նախագիծը Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու համար էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմպիչմենտի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Ասում են ճգնաժամ չկա, մի հատ էլ գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ թե չկա։ Ես երբևիցե սուտ չեմ խոսում։ Ընդդիմադիր ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծել է, նա ազանգել է Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոբ Մանուկյանը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է միջադեպը, հայտնելով, որ 1 անձ ձերբակալվել է, քրեական վարույթ է բացվել։ Մեսրոբ Մանուկյանը պնդում է, որ ծեծի միջադեպը ուղղակիորեն կապված է Չախոյանի վերջին բացահայտումներից մեկի հետ։ Ակտիվիստը հրապարակում էր արել Երևանում նոր շուկայի վերաբերյալ, որն ըստ Չախոյանի կառուցվում է առանց շինթույլտվության։ Իդեպ Չախոյանը ծեծի մասին զանգել եւ հայտնել է ոստիկանության Նորքի բաժին, սակայն նրան պատասխանել են, որ բաժնում ոստիկաններ չկան, որպեսզի մոտենան դեպքի վայր։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը ներքին գործերի փոխնախարարի հետ հարցուպատասխանի ժամանակ։ Քաղաքացուն ծեծել են, ահա զանգել է, ոստիկանները չեն կարողացել ժամանել, ասելով, որ բավարար ուժեր չունեն։ Քաղաքացին իր ոտով գնացել է ոստիկանության բաժին հաղորդում տալու։ Որ քաղաքացին զանգել է եւ ինչ-որ նկարագրեցիք, ոստիկանական արձագանք ինչպես է տեղ ունեցել, դեր ասացի հանգամանքները անպայման կպարզեմ ես եւ կհասկանամ ոնց է տեղ ունեցել այս ամեն ինչը եւ համապատասխան ուսումնասիրություններ կիրականացվի այս մասով։ Երևի մեր իշխանությունները ուշադրություն չեն դարձնում հարցի լրջությանը, զբաղված են կամ լայվերով, կամ ստատուսներով, կամ էլ հեծանիվ քշելով։
Հայաստան-Վրաստան սահմանային 3 հիմնական անցակետերը բեռնատար մեքենաների համար գիշերվանից կատվածահար են, անցնել կարող են միայն թեթև մարդատար մեքենաները։ Բավրա, Բագրատաշեն եւ Գոգավան տանող ճանապարհները փակել են հայ բեռնափոխադրողները եւ պահանջում են Հայաստանի իշխանությունը բանակցություններ սկսի ռուս գործընկերների հետ, որպեսզի Դաշնությունում ընդունված միգրացիոն նոր օրենքը չտարածվի ԵԱՏՄ անդամ Հայաստանի վարորդների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այլ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք։ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի ավելի շուտ 2026 թվականի հունվարի 1-ից հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չի պարզաբանել, թե ինչու է փոխվել օրենքի կիրառման ժամկետը։ Սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպումը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։ Լավրովն ու Ռուբիոն կառուցողական քննարկում են ունեցել, հայտնել է ռուսական կողմը։ Պուտին-Թրամփ հանդիպումը պլանավորվում է Հունգարիայում հոկտեմբերի վերջ։ Գլխավոր հարցերից մեկն այն է, թե եվրոպական որ երկրների վրայով պետք է թռչի Պուտինի օդանավը, քանի որ Դաշնության առաջնորդի տեղաշարժը Եվրամիության օդային տարածքում արգելված է։ Այսօր հայտնի է դարձել, որ Բուլղարիան պատրաստ է իր օդային դարպասները բացել ռուսական համար 1 օդանավի համար։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ հատուկ դատարան ստեղծելու մասին։ Այդ նախաձեռնությանը միացել է Եվրաընտանիքի անդամ պետություններից 25-ը, դեմ են Հունգարիան եւ Սլովակիան։ Դատարանը պետք է քննի Մոսկվայի ագրեսիվ գործողությունները։ Հատուկ դատարանի ստեղծման համար 10 միլիոն եվրո կտրամադրվի։ Անդրադառնալով Պուտինի Հունգարիա հնարավոր այցին, Եվրապաշտոնյան հայտարարել է, թե տհաճ է տեսնել մի մարդու այցը եվրոպական երկիր, որին ձերբակալելու հրաման է տվել միջազգային քրեական դատարանը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ունի Ռուսաստանին ճնշելու բազմաթիվ հնարավորություններ եւ գերազանց կլինի, եթե նա օգտագործի այդ հնարավորությունները։ Պուտինը լրջորեն կբանակցի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ պարտվում է։ Այս ամենին զուգահեռ Ռուսաստանը կարծում է, որ եվրոպական երկրները իր դեմ պատերազմի են պատրաստվում։ Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ եվրոպական ռազմական արդյունաբերությունը սկսել է մի քանի անգամ մեծացնել իր արտադրության ծավալները։ Կանոնավոր կերպով իրականացվում են մոբիլիզացիոն վարժանքներ, իսկ բնակչությանը շարունակաբար քարոզում են, որ Մոսկվայից անպայման հարձակում է լինելու։ Ըստ Նարիշկինի, Բրիտանիան եւ Եվրամիության առաջատար երկրները Ռուսաստանի դեմ օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, նույնիսկ ահաբեկչական գործողություններ։ Против интересов